Ինչ է իրենից ներկայացնում SLAP-ը մի անգամ էլ, հա, այսինքն այդ հայցերը մի անգամ էլ խոսենք դրա մասին, դրանք կոնկրետ հետապնդումներ են, կարող են լինել քրեական գործերի միջոցով կամ քաղաքացիական գործերի միջոցով, որոնք հարուցվում են, որպեսզի պակասեցնեն, նվազեցնեն հանրության ձայնը, հանրության մասնակցությունը, ըստ միջազգային, այսպես ասած, բնորոշման։ Օրինակ, հա, այսինքն եթե ինչ-որ մի գյուղում ինչ-որ մի գործընթաց է գնում եւ մի մարդ արտահայտություն է անում տվյալ գործընթացի վերաբերյալ, որը դուր չի գալիս հասցեատիրոջը, դա կլինի տեղական իշխանություն կամ ինչ-որ բիզնես, եւ նա համարի օրինակ դա զրպարտություն եւ փորձի դատական հայցով հանդես գալ փոխհատուցում պահանջել տվյալ մարդուց, չգիտեմ, մեծ գումարներ ուզելով, դա ինդիկատոր է, որպեսզի տվյալ գյուղի մյուս բնակիչները այլևս իրենց ձայնը չբարձրացնեն, հա։ Եվ այսօր ըստ միջազգային փորձագիտական խմբերի Հայաստանում այս տարիների ընթացքում մոտ 40 կամ միգուցե արդեն նույնիսկ ավել, որովհետև ունենք նաև նոր դեպքեր, հա, 2026 թվականին, գործընթացներ կան կոնկրետ բնապահպանների, հա, կամ բնապահպանական համայնքի վերաբերյալ կամ ԶԼՄ-ների, հա, նկատմամբ հարուցված, որոնք որ բնապահպանական խնդիրներ են բարձրացրել, այսինքն մոտ 40 այսպիսի տարբեր դեպքեր կան, տարբեր են իրենք, բայց ունեն նաև որոշակի նմանություն, այսինքն իրենց նպատակներով կամ ընդհանուր այն տրամադրություններով, որոնք ձևավորում են հասարակության մեջ,